Մոտ 40 օր առաջ, հարգելի բարեկամներ, նոյեմբերի 5-ին ես մի խայտառակ հարց բարձրացրեցի եւ իշխան ուզում է ատես կառավարությունը, իշխան ուզում է ատես կառավարության ներկայացուցիչներին, երկրի ղեկավարին ուզում ես հավատալ, որ այդ հարցի պատասխանը ոչն է եւ ոչ թե այո։ Մինչև վերջ չես ուզում հավատալ, որ մարդիկ կարող է այդքան լինեն հանցագործ, որ թույլ տան նման խայտառակություն։ Հարցը հետևյալն էր, թե արդյոք Հայաստանի Հանրապետության տարածքում կան դիրքեր, որտեղ հայ դիրքապահները հասնում են անցնելով ադրբեջանական հսկողության, ադրբեջանական զննության, հետևապես ադրբեջանական ստորացման միջով։ Թե արդյոք ադրբեջանցիները ստուգում են հայ դիրքապահներին, պարտադիր ձեռքերը վեր բարձրացրած, չբարձրացնելու դեպքում փայտով խփում են, թույլ չեն տալիս սահմանվածից ավել փամփուշտներ մտցնեն, սահմանվածից այլ զինատեսակներ մտցնեն դիրքեր։ Թե արդյոք հայ դիրքապահները նկարվում են, նկարներ ուղարկվում են ադրբեջանական ՀԴԿ-ներ, հրամանատարային դիտարկման կետեր եւ այնտեղից դրական վիզայի դեպքում միայն նոր թույլ է տրվում մտնել եւ նաեւ նույն ձևով դուրս են գալիս, էլի նկարվել ՀԴԿ եւ նոր թույլ են տալիս, որպեսզի դուրս գա։ Մի քանի օրվա ընթացքում 200,000-ից ավել մարդ դիտես ինձ մոտ, եթե հաշվենք YouTube, TikTok, տարբեր սոցցանցեր, կես միլիոնը անցավ։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր կիսվում էին այդ եթերը կիսվում էին, շնորհակալություն եմ ուզում հայտնել այն գործիչներին, ովքեր այս հարցը բարձրացնում էին իրենց, այս հարցը բարձրացրեցին իրենց լայվերի, իրենց հարցազրույցների ժամանակ, Էդուարդին եմ ուզում շնորհակալություն հայտնել, Հայկին եմ ուզում Մանասյան շնորհակալություն հայտնել, Ավետիքին Քերոբյանն ուզում եմ շնորհակալություն հայտնել, ով պարբերաբար տարբեր հարցազրույցներում պարբերաբար խոսեց այս խայտառակության մասին, 5-րդ ալիքի լրագրողին եմ ուզում շնորհակալություն հայտնել, ով նոյեմբերի 21-ին հարցում արեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը եւ ահա պատասխանը։ Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրած ձեր 25 թվականի նոյեմբերի 21-ի հարցման հայտնում ենք, որ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է մամուլի եւ սոցցանցերի հրապարակումները, դրանց ըստ անհրաժեշտության արձագանքում հայտնում ենք նաեւ, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հերթափոխ իրականացնում են բնականon։ Սա ինչ է նշանակում այս պատասխանը, հարգելի բարեկամներ։ Այս պատասխանը նշանակում է, որ պաշտպանության նախարարությունը չի հեչքում։ Իսկ սա արդեն իր հերթին նշանակում է, որ պաշտպանության նախարարությունը ընդունում է, որ այո, կան այդպիսի դիրքեր։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ընդունում է, որ հենց այս պահին, որ ես խոսում եմ եւ դուք լսում եք իմ խոսքը, Հայաստանի Հանրապետության տարածքում կան հարյուրավոր զինվորականներ, ովքեր գտնվում են փաստացի պատանդարության մեջ։ Այս պատասխանը դա է նշանակում։ Այսպիսի օրեր ենք ապրում, հարգելի բարեկամներ։ Մենք ապրում ենք մի այնպիսի օրեր, երբ ձևավորված է եղել մի կաստա, որի ներկայացուցիչների լակոտները ազատված լինելով պարտադիր զինվորական ծառայությունից, հետագայում պաշտպանության եւ անվտանգության ոլորտի քաղաքականություն մշակողը եւ քաղաքականություն իրականացնողներն են դարձել եւ այսպես են իրականացնում իրենց պարտավորությունները։ Ես սա նկատի ունեմ, երբ ասում եմ հային պետք է փրկել հայից։ Սա հայի պատասխանատվությունն է։ Սա ոչ թուրքն է արել,
ոչ հրյան է արել, ոչ ռուսն է անում եւ ոչ էլ եվրոպացին։ Սա հայն է անում հայի գլխին։ Եվ շաբաթներ շարունակ քաղաքական դաշտից զերո արձագանք։ Զերո արձագանք։ Ուղղակի պետք է տրաքեր այս հարցից հետո Հայաստանի Հանրապետության պարլամենտը։ Բազմաթիվ անգամներ պատկան մարմինների ներկայացուցիչները ճեպազրույցներ են տվել, բայց այս հարցը ցավոք սրտի չի հնչել։ Այս հարցը չեն տվել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Հային, հարգելի բարեկամներ, պետք է փրկել հայից։ Հային պետք է փրկել հայի կառավարումից։ Սա Աստված այդ փրկությունն իրականացնի հայը։ Հայը փրկի հային հայի լծից։ Իսկ եթե ոչ, թող որ հայի լծից հային փրկի օտարը։ Եվ թող օրհնվի այդ օրը։ Ես ձեր Տիրոջ մերը